Մուլտիպլիկացիոն ողջուններ իմ փոքրիկ տաղանդավոր նկարիչներ։ Եթերում մուլտիկնիկ մանկական ուսուցողական հաղորդումն է։ Ձեզ է ողջունում մուլտաշխարհի ամենաբարի նկարիչ Քերի Մուլտիկնիկը, ձեր սիրված մուլտիպլիկացիոն հերոսները եւ իհարկե մեր մշտական լավագույն բարեկամ Արատաձեռն SM փղիկ խաղալիքների խանութ սրահ, որը գտնվում է Նոր Նորքի 5-րդ զանգվածում Արտեմ Նիկոյան 14 հասցեում։ Դե գլխավոր փողոց։ Իմ բարեկամներ, ձեզ նաև ողջունում է մեր մյուս բարի քերին, ով է նա։ Գիտեք իհարկե, ժամապահ քերին, ով գտնվում է այս տեսախցիկի ետևում։ Թատիկով է անունն ձեզ, նա շատ բարի է, մեզ երկար ժամանակ է տալու, սիրելի փոքրիկներ, միասին նկարելու ենք հետաքրքիր մուլտիպլիկացիոն կերպարներ։ Դուք ձեր սպիտակ թղթիկները, սև մատիտը, գունավոր մատիտները հետո պետք կգան ու ռետինե ջնջոցը պատրաստ պահեք։ Իմիջիալոց ասեմ, մենք անակնկալ ունենք։ Այսուհետ ամեն հաղորդման վերջում Ծուր թատրոն ստուդիան ձեզ համար ստեղծել է մի նոր էջ, որը կոչվում է Մուլտիկտոկ։ Դե մուլտաշխարհից էլ հայտնվել են երկու կերպարներ, դա վերջում մեր զվարճալի ծաղրածու Լոլի Բոբը, նկարիչ, կախարդական նկարիչ Թաթիկ Մաթիկը ձեզ կներկայացնեն առակներ, մեր Ծուր թատրոն ստուդիայի սաները կպատմեն առակները, իսկ կախարդական Թաթիկ Մաթիկը այն կնկարի, դա վերջում։ Իսկ հիմա առաջադրանք։ Ուրեմն այս շաբաթ 4 օր անընդհատ այս առաջադրանքն եմ տալու ձեզ։ Ինչպես գուշակիր առակը։ Այսպես ենք վերնագրելու մեր նկարը։ Ես վերնագիր չեմ տա, նկարելու ենք հերոսներին, Քերի Մուլտիկնիկը չի ներկի, էլի որպես առաջադրանք հաղորդումից հետո գեղեցիկ գունեղ ներկելու եք, նայելու եք նկարին, թե ինչ եք նկարելու, վերջում գուշակելու եք, թե որ առակն է հենց ձեր այս նկարը։ Ճիշտ է, հեղինակի անունն էլ կասեմ, ձեզ համար դժվար չլինելու համար։ Ուրեմն Վարդան Այգեկցու առակներից մեկն ենք նկարելու։ Վերնագիրը թողնելու եմ, որպեսզի դուք գտնեք ըստ նկարի։ Հերոսներին նկարելու եք, ներկելու եք, հերոսներին նայելու եք ու գուշակելու եք, մեծերը կարող են ձեզ օգնել։ Գուշակելու եք, թե որ առակն եք մենք նկարել ձեզ հետ։ Գրելու եք առակի վերնագիրը, գունավոր նկարն եք դնելու, ձեր հասցեն, առաջադրանքը եւ ուղարկելու եք Քերի Մուլտիկնիկին մեր հասցեով։ Իսկ ովքեր ապրում են 5-րդ զանգվածում, կարող են իրենց ծրարները տանել SMP խաղալիքների խանութ սրահ, այնտեղ ունեն կախարդական փոստարկղ, սիրելի փոքրիկներ, ձեր ծրարը գցեք այնտեղ, որպեսզի ձեր նամակը, նկարը եւ պատմությունները ավելի շուտ հասնեն Քերի Մուլտիկնիկին։ Ուղղակի մենք վերցնում ենք սև կախարդական մատիտը, սիրելի փոքրիկներ, բարակ գծիկներով կնկարենք, ու մենք ձեզ հետ նկարելու ենք ճեպանկար, արագ, հետաքրքիր նկար ենք նկարելու։ Քերի Մուլտիկնիկը չի ներկի, որպես առաջադրանք կթողնի դուք հաղորդումից հետո ներկեք։ Սկզբից ինչ ենք նկարելու, ինչ հերոս։ Նկարելու ենք թագավոր։ Եթե ասում ենք թագավոր, ուրեմն թագը կնկարենք այստեղ ուշադրություն, այսպեսի մի թագ եք նկարում։ Շերտիկ թագի ներքևի հատվածում։ Հիմա թագավորի աչքերը կնկարենք, այսպես, երկու կլորիկ աչքեր, ամենակարևորը հեզ ձևով եմ ուզում ձեզ սովորեցնեմ նկարել, սևիկները, ուղղակի կլորիկներ դեպի ձախ, անձրևի կաթիլի նման քիթիկ, բեղիկներ, ստացվում է, չէ՞, եթե ստացվում է շատ լավ է իմ փոքրիկ բարեկամներ, այսպես ուրեմն այտերն եմ նկարում մեր թագավորի, մորուք կտանք թագավորին, մի քիչ զարմացած բերանիկ, հոպ, ականջներ, շատ արագ ճեպանկար ենք նկարում, թագավորական հագուստը, տեսեք, բարդ չենք նկարում, այսպիսի մի պատկեր, այստեղ կոշիկները մի փոքր կերևան, աջ ձեռքը կկախենք դեպի ներքև, բռունց կնկարենք, սիրելի փոքրիկներ, տեսնեք, չէ, ինչ հեշտ է ստացվում, մի քիչ էլ այսպես ունքերը ձախ եւ աջ,
Մյուս ձեռքը մի քիչ կծալենք դեպի ձեզնից աջ, բութ մատիկ, մուլտիպլիկացիոն 3 մատիկներ, չգիտես ինչու մեր թագավորը զարմացած է, այստեղ թագավորական կոճակներ, երկու կերպարել ենք նկարելու իմ փոքրիկ բարեկամներ, տեսեք, եթե ես այստեղ ուրեմն նկարիչի գլխարկ նկարեմ, ինչպես քերի մուլտիպլիկի գլխարկն է, տեսեք, թեքությամբ, այսպիսի մի սուր գլուխ նկարեմ, աչքեր կլորիկ, 1, 2, սևիկները դեպի ձախ, այսինքն թագավորին է նայում, քիթիկ, ունքեր, էլի մի փոքր զարմացած բերանիկ, ականջներ, մուլտիպլիկացիոն, գուցե արդեն մեծերը, ձեր մայրիկները, հայրիկները, տատիկներն ու պապիկները գուշակում են, թե Վարդան այգեկցու որ առակն է, եթե չեն գուշակել, ոչինչ, հոգ չէ, ուսերն եմ նկարում, ձեռքը դեպի ձեզնից ներքև, այստեղ բութ մատիկը, ծալված մատիկները, եթե նկարիչը, ուրեմն վրձին կտանք, այսպես, թագավորի ետևից ծիկրակում է, այստեղ, այսպես, տեսեք, առաջին նկարիչին նկարեցինք, գուցե մազերել այստեղ նկարենք, հիմա ևս մեկ նկարիչ արդեն թագավորի աչակողմյա, ձեզնից ձախ, աչակողմյա մասից է ծիկրակելու, էլի թեքությամբ նկարիչի գլխարկ ենք նկարում այստեղ, երկու կլորիկ աչքեր, սևիկները արդեն ձեզնից աչ, քիթիկ այստեղ, ունքեր, սրածայր բեղիկներ, այտերը, գլուխը, ականջներ կտանք, ականջին խորություն, տեսեք ինչ հետաքրքիր կերպար է ստացվում, այստեղ օձիքը, ուսերը, ձեռքը կծալենք, շապիկը, էլի, թագավորի ետևից ծիկրակում է, բութ մատիկը, ծալված 3 մուլտիպլիկացիոն մատիկները, էլի այստեղ վրձին կտանք, ճեպանկար ենք նկարում, ոպ, այսպես, շատ լավ է, տեսակ, թագավոր, երկու նկարիչներ, իմ փոքրիկ բարեկամներ, հիմա մենք ժամանակը կհասկանանք, որովհետև մենք գնալու ենք նաև մուլտիկտոկ հաղորդումը դիտելու այսօրվա առաջնախաղը, դրա համար մենք հիմա ինչ ենք անելու, որպեսզի ձեզ համար եւ մեծերի համար պարզ լինի, թե սա Վարդան այգեկցու որ առակն է եւ մենք այս հաղորդումը հենց վերնագրեցինք գուշակիր առակը, նկարիր ճեպանկարը, հետո դուք այս նկարը, այս հերոսներին գեղեցիկ, գունեղ պետք է ներկեք սիրելի փոքրիկներ, ուղարկեք քերի մուլտիկնիկին, ասում եմ լավագույն նկարի հեղինակները, գեղեցիկ ներկած նկարի հեղինակները անպայման քերի մուլտիկնիկի կողմից կհրավիրվեն իր տաղավար, կմասնակցեք մեր հաղորդմանը եւ քերի մուլտիկնիկի ու SM փղի խաղալիքների խանութ սրահի կողմից կստանաք նվերներ։ Բա հիմա ինչ ենք անելու։ Թագավորական ետևի մասում մեծ դռնակ կնկարենք կլորիկով, այստեղ կբաժանենք շողերի, իբր թե ապակիներն են, այսպես, դռնակ կբաժանենք 2 մասի, հետո իբրև միջանցք պատեր կբաժանենք աջ և ձախ, 1, 2, հիմա հատակը կընդգծենք այստեղից, ուշադրություն, 1, հայլու նման կրկնում ենք աչակողմյա մասում, 2, շատ լավ է, դռան վրա այսպիսի փոսիկներ կանենք, որ հասկանանք դուռ է, աչակողմյա պատի վրա ինչ-որ պատկեր կնկարենք, երևի նկարիչն է նկարել պատին, այսպես, թագավորական պալատ է նկարել, այստեղ տանիքով բարձր աշտարակ է, պարիսպ, հետո թագավորական տներ, սրանք նկարում են, որպեսզի գունեղ դուք կարողանաք ներկել, դռնակներ, պատուհաններ նորից, գուցե ծառեր, սիրելի փոքրիկներ, արև, սա երևի թե
ձեզնից աջակողմյան մասում գտնվող նկարիչն է նկարել պատին, գեղեցիկ պատկեր է նկարել, իսկ ձախակողմյան հատվածում բան չկա նկարած։ Լավ, հիմա հատակը այսպես կընդգծենք։ Շատ լավ է։ Հիմա բարակ մատիտը պտտեցնում ենք, հոպ, եւ հաստ մասով ենք արդեն ընդգծում մեր թագավորին։ Տեսեք, մեր հերոսներին կընդգծենք, որպեսզի ձեզ ավելի լավ երևա։ Սկզբից եկեք դռնակը հաստ մատիտով ընդգծենք։ Հետո հերոսներին կընդգծեմ։ Այդ ժամանակ արդեն կհասկանաք, ինչ գեղեցիկ է երևում ձեր հերոսը։ Նկարենք ավարտենք, իմ լավ բարեկամներ, հետո գնանք մուլտիկտոկ էջ, Սուր թատրոնի սաների առակները լսելու։ Էլի ընդգծեցինք, այսպես։ Ավելի լավ է չէ երևում հերոսը, որ դուք նկարել եք, եթե ինչ-որ մի բան չի ստացում ձեզ մոտ, սիրելի փոքրիկներ, ռետինե ջնջոցով մաքրում եք, նկարում եք ինչպես քերի մուլտիկնիկ։ Թագավորին ընդգծեցինք, հիմա ձախակողմյա մասում գտնվող նկարիչին եմ ընդգծելու։ Այսպես, խնդրեմ։ Աջակողմյա մասում գտնվող նկարիչին էլ ընդգծենք հաստ մատիտով։ Այ հիմա կարող ենք ասել գուշակիր առակը մուլտիպլիկացիոն կամ առակի հերոսները պատրաստ են։ Թե որ առակն է, դուք եւ ձեր մեծերը պետք է գուշակեն, մի փոքր հուշում կարող եմ անել, սիրելի փոքրիկներ, Վարդան Այգեկցու աշխատանքներից է, Վարդան Այգեկցու առակից է, իմանում եք առակի վերնագիրը, գրում եք, այս նկարը եթե նկարել վերջացրել եք, ներկում եք եւ ուղարկում քերի մուլտիկնիկին։ Ում նամակը շուտ հասավ առաջին 5 նկարի հեղինակներին, քերի մուլտիկնիկը գրավիրի իր տաղավար, կմասնակցեն մեր հաղորդմանը եւ կստանան նվերներ։ Նույնիսկ մենք կարող ենք մի այլ գույնով, ասենք, վերցնեմ դեղին մատիտը ձեր հերոսներին ընդգծելու համար, այսպես մի փոքր մուգ դեղին մատիտով ձեր հերոսներին կառանձնացնեմ։ Տեսակ։ Այստեղ էլ նկարիչին մյուս կառանձնացնեմ։ Սպիտակ թողված հատվածները արդեն դուք ինքնուրույն կներկեք։ Այսպես, նարնջագույն մատիտով էլ դռնակը կարող ենք ներկել, բայց հերոսներին եթե նկատում եք, ես չեմ ներկում, սիրելի փոքրիկ բարեկամներ։ Վերջ, առակի կերպարները պատրաստ են, մնում է դուք գուշակեք և ուղարկեք քերի մուլտիկնիկին։ Իսկ ես մեր նամակների սենյակից մի ծրար եմ գտել, ուզում եմ մեր փոքրիկի նամակը ընթերցել, ցուցադրել նրա աշխատանքները, նոր ուղարկեմ կախարդական փոստարկղ։ Արմավիրի մարզ, գյուղ, ջրարփի, Մկրտչյան Մարիամ, երևի սա մայրիկն է, կամ դե այսինքն նամակից բաց կդառնա, թե ով է ուղարկել իր նկարները քերի մուլտիկնիկին։ Ճիշտ է, շատ շուտ է ուղարկել այս նամակը, բայց հիմա ենք ընթերցում նամակ քերի մուլտիկնիկին։ Բարև սիրելի քերի մուլտիկնիկ, ձեզ գրում է Արմավիրի մարզի գյուղ ջրարփիից 7 տարեկան Արամեն։ Ես շատ եմ սիրում նկարել եւ ձեզ եմ ուղարկել իմ նկարներից։ Ես շատ եմ սիրում ձեր հաղորդումը։ Մաղաքյան Արամե 7 տարեկան ապրես Արամե ջան։ Մենք էլ ձեզ ենք շատ սիրում իմ տաղանդավոր փոքրիկներ։ Հիմա քո աշխատանքները կցուցադրեմ։ Շատ գունեղ ու գեղեցիկ ես նկարել։ Ուղղակի քերի մուլտիկնիկը կխնդրի, որ քո նկարները նկարչական թղթիկի վրա նկարես, այստեղ տետրի թղթիկի վրա է նկարված, ափսոս է, կարելի է այն սպիտակ թղթիկի վրա նկարել, տեսեք։ Դիմակն է ապաչի, քերի լավ է երևում։ Քերին ասում շատ լավ է երևում։ Այստեղ մոլորակներն են, տիեզերանավը սիրելի փոքրիկներ։ Մաղաքյան Արամե, ապրես դու, քեզ բարձր եմ գնահատում եւ գերազանց։ Այսպես, այստեղ ինչ է, նուր, մրգեր, տանց,
խնձոր, տեսեք ինչ գեղեցիկ է նկարել։ 7 տարեկանի համար շատ լավ է նկարված, ուղղակի մի փոքրիկ ուղում Արամեին կխնդրենք այսուհետ, որպեսզի գեղեցիկ նկարի եւ ուղղակի քերի մուլտիկնիկին սպիտակ թղթիկների վրա նկարեք կամ նկարչական տետրի ալբոմի վրա։ Սարեր, ձորեր, այնտեղ խոտիկներ, գետ, շատ լավ է նկարել եւ մուլտիպլիկացիոն, բարձր եմ գնահատում քո աշխատանքը Արամե ջան, այն ուղարկում եմ կախարդական փոստարկղ, թող մուլտ աշխարհի հերոսները տեսնեն եւ զարմանան։ Ուր է մեր կախարդական փոստարկղը, երևում է քերի, այո, այստեղ։ Տես, Արամե, ուղարկում եմ կախարդական փոստարկղ մուլտ աշխարհի հերոսներին։ Ապրի Արամեն, նորից հիշեցնում եմ, մենք այսօր ինչ արեցինք։ Դե այս շաբաթվա 4 օրը, որ ձեզ պետք է սովորեցնեմ նկարել, սիրելի փոքրիկներ, նկարելու է քերի մուլտիկնիկի կողմից նկարված սովորեցրած հերոսներին, այսօր նկարեցինք թագավորին, երկու նկարիչի, ճիշտ է, վերնագիրը չասեցինք, սա առակ է, Վարդան, այգեկցու առակներից մեկը։ Դուք, այսպես է կոչվում, վերնագիրը հենց այսպես է, գուշակիր առակը։ Ձեր մեծերի հետ դուք գուշակում եք, թե ինչ առակի հերոսներ է նկարել քերի մուլտիկնիկը, թագավորին, երկու նկարիչին, առակի վերնագիրը գրում եք, ներկում եք գունեղ եւ ուղարկում քերի մուլտիկնիկին։ Հասկացանք, որ հասցեով դե վերջում կասեմ։ Լավ, իսկ հիմա իմ խոստացած անակնկալը, սիրելի փոքրիկներ, մենք արդեն ամեն օր ունենանք մի նոր էջ մուլտիկնիկ հաղորդման մեջ։ Ծուրտ թատրոն ստուդիան ձեզ համար ստեղծել է մի նոր հաղորդում, կոչվում է Մուլտիկտոկ։ Մուլտ աշխարհից հրավիրել է երկու հերոսի, դա մեր ամենազվարճալի ծաղրացու Լոլիբոբն է եւ Թաթիկ Մատիկը։ Ծուրտ թատրոնի սաները առակ կընթերցեն, իսկ Թաթիկ Մատիկ կնկարի։ Գնացինք դեպի Մուլտիկտոկ։ Բարև ձեզ սիրելի փոքրիկներ, եթերում Մուլտիկտոկ մանկապատանեկան ուսուցողական հաղորդումն է։ Ես մուլտ աշխարհի զվարճալի ծաղրացու Լոլիբոբն եմ, ով ներկայացնելու է ծուրտ թատրոնի ուղիղ առակները։ Թաթիկ Մատիկին էլ կխնդրենք առակը նկարի։ Իսկ ով է ներկայացնելու առակը, մեր սաներից մեկը, Արուսյակ Գրիգորյանն է։ Բարի դիտում ձեզ։ Մխիթար Գոր, ավազակն ու քահանան։ Ավազակը, բռնելով մի քահանայի, ուզում էր սպանել նրան։ Քահանայի վրա հզորության ուժ իջավ։ Նա հաղթեց ավազակին ու ինչպես կարգն է, տանջել նրան։ Ավազակը աղաչում էր ու ասում. Չէ որ քահանա ես, միշտ ասում ես, խաղաղություն ընդամենեսյան եւ սրա նման այլ բաներ։ Ով չարագործ, պատասխանում է քահանան, հենց խաղաղությունը անվտանգ պահելու նպատակով եմ տանջում քեզ, խաղաղություն չսիրողիդ։ Առակս հայտնի է դարձնում, որ միշտ խռովասիրության պատճառով չի լինում հարկրվել, այլ նաև խաղաղությունը անվտանգ պահելու նպատակով։ Առակը բացատրում է, որ մարդիկ չպետք է վնասեն իրար, հետո կփոշմանեն իրենց արածի համար։ Կարծում եմ ձեզ դուր եկավ սիրելի փոքրիկներ մեր առակը, շատ ուսուցողական է։ Շնորհակալություն տեքստ ընկերությանը մեր հաղորդմանը աջակցելու համար։ Իսկ հիմա ցտեսության ժամանակն է, մինչ նոր հանդիպում։ Ասացեք, որ շատ լավն է Մուլտիկտոկ էջը կամ հաղորդումը։ Իսկ մեր նոր հերոսները ձեզ դուր եկան Լոլիբոբն ու Թաթիկ Մատիկը։ Այո, առակը Թաթիկ Մատիկը տեսակ ինչ գեղեցիկ նկարեց, հենց առակն էլ նկարեց։ Ապրեք դուք, ամեն օր մեզ հետևեք։ Ամեն օր կունենանք այսուհետ մեր այս Մուլտիկտոկ ծուրտ թատրոնի առակները։ Թե վաղը ինչ կլինի, դե վաղը նույն ժամին կհանդիպենք նույն տեղում, իսկ դուք ձեր նամակներն ու նկարները պետք է ուղարկեք մեր անփոփոխ հասցեով։ Քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2, կենտրոն հեռուստաընկերություն, Մուլտիկնիկ հաղորդմանը։ Ինձ քերին ասում է ժամանակ արդեն ավարտվել է։ Ժամապահ քերին, թագավորն ու երկու նկարիչը
երրորդ նկարիչ Քերի Մուլտիկնիկը, մուլտ աշխարհի բոլոր հերոսները եւ SM Փղիկը ձեզ հրաժեշտ են տալիս հանդիպելու ակնկալիքով։ Մինչ նոր հանդիպում, մինչ վաղը, այլ բուլգա։